Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ ցավակցություն հայտնել ադրբեջանա-վրացական սահմանին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի կապակցությամբ։ Թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռը թռել էր Գանձակից եւ վթարին ենթարկվել Վրաստանում Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Ինքնաթիռում եղել է 20 զինծառայող, նրանք զոհվել են։ Իրանը ցանկանում է խաղաղ միջուկային համաձայնագրի հասնել Միացյալ Նահանգների հետ տասնամյակներ տևած վեճը լուծելու համար, բայց սպառնալիքի տակ չի դնի իր ազգային անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։ Նա նշել է, որ Վաշինգտոնը երրորդ երկրների միջոցով միջուկային բանակցությունների վերաբերյալ հակասող ուղերձներ է հղում Թեհրանին։ Ավստրալիայում առաջարկում են հանրահավաքները վճարովի դարձնել։ Մասնավորապես Ավստրալիայի լիբերալ կուսակցությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, ըստ որի քաղաքական կազմակերպությունները կարող են տարվա մեջ անվճար 3 հանրահավաք անցկացնել։ Եթե սահմանված քանակը գերազանցվի, ապա կազմակերպությունը պարտավոր կլինի վճարել ոստիկանությանը անվտանգության ապահովման ծախսերը հոգալու համար։ Գազայի դպրոցներն ապաստան են տվել փախստականներին, ինչի պատճառով չեն կարողանում ընդունել աշակերտներին։ Անկլավի իշխանությունները պլանավորում են 600,000 աշակերտի վերադարձնել դասարաններ, սակայն փախստականները դպրոցական շենքերից գնալու տեղ չունեն։ Հաղորդվում է, որ սպանվել է 982 ուսուցիչ եւ դպրոցի վարչական աշխատակից։ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում Սնեժկոմ համալիրի ապամոնտաժման ժամանակ հսկայական բեկոր է ընկել ճանապարհի եւ ավտոկայանատեղիի վրա։ Տուժել է 3 մարդ, վնասվել ավելի քան 100 մեքենա։ Չինաստանի հարավ-արևմուտքում սողանքի հետևանքով ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել։ Լրատվամիջոցների տվյալներով տուժածներ չկան։ Տարվա ամենախոշոր բռնկումն է տեղի ունեցել Արեգակի վրա, հայտնել են Ռուսաստանի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։ Տարվա ամենամեծ բռնկումը այն ավելանում է, ասվում է լաբորատորիայի տարածած հաղորդագրության մեջ։ Լաբորատորիայի համաձայն բռնկումն արդեն գերազանցել է X5.0 բալը եւ շարունակում է աճել։ Նախկինում տարվա ամենաուժեղ բռնկումը համարվում էր X2.7 բալը, որը տեղի է ունեցել մայիսի կեսին։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։